Այս ցեղասպանության ճանաչման հարցը անգամ այսօր բոլոր փաստաթղթերով հանդիսանում է առաջնահերթություն, միջազգային ճանաչումը եւ որևէ մեկը դա չի փոխել։ Բացառապես իշխանությունները այսօր կեղծ իրենց թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին հաջողանալու նպատակով փորձում են այդ հարցը հանել օրակարգից։ Պարոն Վանեցյան, այսօր Փաշինյանը դատապարտել է, սադրիչ եւ հրահրող է համարել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները այրելը, ասել է, որ միջազգայինորեն ճանաչված պետության դրոշները այրելը, այն էլ հարևանների, դատապարտելի է եւ ընդունելի չէ։ Ո՞րն է ձեր վերաբերմունքը սրան, ճիշտ է նման քայլը, ճիշտ չէ, Փաշինյանը ինչ է այսքան ցավում հարևանների դրոշների համար։ Փաշինյանը, եթե միայն ցավար դրոշները այրելու համար եւ որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության շահերից, այլ կբխեր բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, մենք կարող էինք այդ հայտարարությունը դիտարկել որպես երկրի ղեկավար, որը պարտավոր է պահպանել ամեն դեպքում հարաբերությունները հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ ինքը հերթական անգամ սպասարկում է ավելի եռանդով թուրք-ադրբեջանական շահերը, քան հայկական շահը։ Պարոն Վանեցյան, քանի որ դուք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եք, ուզում եմ իմանալ, այդ սպասարկումը եղել է 18 թվականից, թե 20 թվականից։ Փոխվել է։ Ես 19 թվականի սեպտեմբերին, երբ ներկայացրել եմ հրաժարական, հստակ խոսել եմ հրաժարականի պատճառների մասին։ Ես այն ժամանակ չեմ տեսել, որ նման քայլեր իրագործվում է, բայց մարդ, ով տիրապետում է մի քիչ ավելի շատ տեղեկատվության եւ վերլուծելու ունակություն ունի, հասկացել եմ, որ այո, մեր երկիրը ցավոք սրտի գնալու է այն ճանապարհով, որով գնացել ենք, բայց անգամ ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել, որ հասնելու ենք այս իրավիճակին, որը մենք այսօր ունենք։ Պարոն Վանեցյանին հեռացնելու քայլեր ձեռնարկելու եք, թե չէ։ Ես 19 թվականի սեպտեմբերից ձեռնարկում եմ քայլեր Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Ինչի՞ չի ստացվում։ Այդ հարցը ամենակարևոր հարցն է, որը մենք պետք է ինքներս մեզ տանք եւ ոչ միայն ես ինքս ինձ, այլ մնացած այն մարդիկ, մեր քաղաքացիները, հազարավոր, 100 հազարավոր քաղաքացիները, որոնք եւս ունեն այդ նպատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, պատճառը նա է, որ Փաշինյանը եւ իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար, ցանկացած քայլի, ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալումների, վախեցնելու, ուժ կիրառելու, ամեն ինչ անում են այս իշխանությունները, որ իշխանությունը հանկարծ չկորցնեն։ Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը մեկ եւ երկրորդ ամենակարևորը իրանք վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Ուստի նրանց համար իշխանության կորցնելը հավասար է մահի ճակերտների մեջ, որովհետեւ ոչ մի բան չունենալով, ոչ մեկ չլինելով այսօր նրանք հարստացել են, նրանք ունեն լծակներ, նրանք ունեն մեծ պահակախմբեր, որոնց միջոցով շրջում են ամենտեղ։ Ուստի նրանք ամեն ինչ անելու են, որ իշխանությունը չկորցնեն, բայց դա ներողություն, բայց դա մեզ չպետք է հուսահատեցնի եւ մենք ասենք դե ձեռքներս լվանանք, թող մնան։ Ոչ, պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք, ոնց ենք, երբ ենք ազատվելու այս իշխանություններից, հավատացած եղեք, որ հավատացած եղեք։ Ես կարծում եմ այո։ Քաղաքական դաշտում ընտրությունների միջոցով Ես կարծում եմ այո, որ կա հնարավորություն ընտրություններով ազատվել այս իշխանություններից, որը ցույց տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես վերջի Գյումրիում եւ Փարաքյարում անցկացված, մինչ այդ, եթե կհիշեք, տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր համայնքներում եւս եղել են ընտրություններ եւ ընդդիմությունը եւս ունեցել է հաջողություն եւ հաղթանակ։ Հիմա բայց քննադատում են Մարտուն Գրիգորյանին, որ ձայները տվեց
Հատկապես ԿՊԱ-ական հատվածը ասում է, որ այլ բաներ հայտարարում, բայց իրենց ասածը ճիշտ դուրս եկավ, որ ըստ էության բոլոր առաջադրված ուժերը իրենց ձայնը վերջում տալու են Վարդան Ղուկասյանին։ ԿՊԱ-ական շրջանակների քննադատությունը կարելի է ընդունել որպես ինչ-որ լավ բան, ոչ թե վատ բան, բայց ինչ վերաբերվում է Գյումրու ընտրություններին, Մարտուն Գրիգորյանը այդ առիթով հանդես է եկել մանրամասն հայտարարությամբ եւ բացատրել է իր դիրքորոշումը, որը ես ամբողջովին կիսում եմ։ Ձեր քաղաքական ուժը պատրաստվում է 26 թվականի ընտրություններին։ Փայլակ ջան պատասխանեցին նոր այդ հարցին։ Ասում եք 2026-ի հերթական ընտրություններ իմպիչմենթի հնարավորություն։ Ես ասել եմ, որ չբացառելով փողոցային պայքարը եւ մնացած գործիքները, որով հնարավոր կլինի հեռացնել այս իշխանություններին, ամեն դեպքում որպես քաղաքական ուժ մենք բոլորս պետք է պատրաստվենք 26 թվականի ընտրությունների, բայց նորից եմ կրկնում առանց բացառելու փողոցային պայքարով կամ իմպիչմենտի միջոցով այս իշխանությունների հեռացումը։ Պարոն Վանեցյան, ոտքս խփեմ գետնին, հրապարակը կլծվի, ինչու չլծվեց կամ ինչու, եթե այդ հնարավորությունները Ներողություն։ Նույն հարցը ինձ այդ ժամանակ տվել է 2 տարի առաջ Ազատության մեր շատ սիրելի լրագրողներից մեկը, հիմա նույն հարցը տալիս եք դուք, այդ հարցի հետ կապված եղել է այն ոնց է կոչվում փաստերի ստուգման հարթակը, որը ինձ գիտեք իմ նկատմամբ ինչ վերաբերմունք ունի, արել է մանրամասն մեկնաբանություն եւ ցույց է տվել, որ դա իշխանական քարոզչամեքենայի հերթական սուտ տեղեկությունն է։ Պարոն Վանեցյան, Ես նման բան չեմ ասել։ Կապված մի բան էլ ձեզ հարցնեմ, ամեն դեպքում քվեները ապահովեցին ընտրվեց, բայց իշխանական հատվածից ասում են, որ այդ համագործակցությունը չլինի, քանի որ կոալիցիա չի, այսինքն ուղղակի աջակցեցին եւ այդպես նրան ընտրեցին, այսինքն դուք ինչ եք կարծում, կհաջողվի դիմադիր ուժերին կամ կա այդ քաղաքական պատրաստակամությունը համագործակցել եւ կառավարումը Գյումրիի ապահովել նաեւ օրինակ տարբեր հարցերում քվեարկություններով եւ այլն, ինչ որ ճգնաժամի Ցանկացած հարց, որը կլինի իշա Գյումրու եւ գյումրեցու, ես վստահ եմ, որ ընդդիմադիր դաշտում կլինի կոնսենսուս եւ կընդունվեն որոշումներ։ Պարոն Վանեցյան, այս իշխանություններն եք եղել, հիմա արդիական է նորից դարձել, ով բերեց իշխանության Նիկոլ Փաշինյանին, ով ԱԱԾ-ի մեկուսարանից արձակեց նրան, կային արդյոք դրսի ուժեր, որոնք ներգրավվեցին նրա հետ հարցում։ ԱԱԾ-ն այդ պարագայում, երբ ես այն ժամանակ ԱԱԾ-ում էի, ես նման տեղեկատվության չէի գտել, ինչ վերաբերում է ով բերեց, բոլորը գիտեն, թե ինչ եղավ, բոլորը աչքի առաջ է եղել 7 տարի առաջ, թե ինչ էր կատարվում մեր երկրում փողոցներում եւ ստեղծվեց մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարողացավ վերցնել իշխանությունը։ Բայց ինչ է Քաջարյանն ու թիմակիցները մեղադրում հանրապետականին այդ Ես այդ քննարկումներին չեմ մասնակցում, այդ թեզը չեմ կիսում եւ առհասարակ փորձում եմ դրա մասին չխոսել, որովհետեւ իմ Իշխանազավթումը կիսում եք, Սերժ Սարգսյանը ասում է 18-ին իշխանազավթում է եղել։ Որպես քաղաքական գնահատական այո, որպես իրավական գնահատական ոչ, որտեղ ես մշտապես քաղաքական եւ իրավական գնահատականները տարբերում եմ։